Հարգելի հայրենակիցներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ հետևում եք վերահաղորդումներին, բարեկամներ, եւ շատ ուրախ եմ, որ մենք նորից միասին ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, երբ որ միասին ենք, նախ դա ուրախալի է եւ տրամադրող, իսկ եթե տրամադրությունը բարձր է, ուրեմն պատրաստելու ենք լավ ուտեստ եւ լավ որակով։ Այսօրվա պատրաստվելիք ուտեստը նորից մեր ազգային խոհանոցից է, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր ջերեփուկ ճագարի մսով եւ ունի հետեւյալ բաղադրությունը. նախորոք համեմված ճագարի միս, նուշ, լոլիկ, մասուրի չիր, ձետ, ձու, համեմունքներ կօգտագործենք աղ, պղպեղ եւ նրբահամ կանաչի, բնականաբար մեր սերը կներդնենք անպայման այս ուտեստի մեջ, որն նաեւ դուր գա բոլորին նրանց, ով որ պատրաստելու է։ Սկզբի համար տապակը պիտի լավ տաքացնենք, նախորոք, ինչ ասել են նախորոք համեմված ճագարի միս, ճագարի միսը պահված է սոուսում, իսկ սոուսը ստացվել է հետևյալ կերպ, գլուխսող, սխտոր, կարմիր տակդեղ, քաղցր, մարվանդակ կամ քարաուզ, ինչպես ասում ենք, աղ, պղպեղ, սպիտակ անապակ գինի եւ թթվասեր, 6-ից 12 ժամ, պլյուս մինչև 3 աստիճան, հերմետիկ փակված։ Ահա, շտապ կարմրացնելու ենք, ինչպես մենք խոսակցական լեզվով նշում ենք, այսինքն կեղևապատելու ենք ճագարի միսը, մինչ կդաղվի ձեթը, մենք լոլիկը մաքրենք, օգտագործելու ենք նաև լոլիկ, ինչպես նշեցինք, կեղև այսպես կհեռացնենք։ Ուտեստի անվանումը ծագել է ջերմային մշակման եղանակից, ջեր եւ փուկ, այսինքն մի քիչ կեղևապատել, հետո մի քիչ հեղուկի մեջ, սոուսի մեջ նշենք, արդեն շոք է հարել, շոք է խաշել։ Տաքացավ, դաղվեց ձեթը, շտապ կեղևապատել։ Տեղադրեցինք, անմիջապես շրջում ենք, շարունակենք լոլիկի մշակումը, կտրատենք մանր, այսպես մանր կտրատենք, աշխատենք, որ հյութը չփախչի, ահա, նորից շրջենք, հավաքենք լոլիկը, կտրատենք գլուխ սոխը, երկար ձողիկաձև, ավելացնենք ջերեփուկին, միշտ կտապակվի սոխը, բարեկամներ, ես հիշեցնեմ, որ այս ճղրտմայի տարատեսակներ կան համարյա մեր բոլոր գավառներում, զորօրինակ Դիլիջանի տարածաշրջանում շրջանառվում է մի տարատեսակ հավով եւ նորից լոլիկով եւ ձվով շատ խիտ եւ համեղ ուտեստ է, առիթը
կներկայանա եւ մենք նորից ցույց կտանք եւ ինչպես նշեցի, բոլոր գավառներում մի փոքր ձևափոխված, մի փոքր այս կամ այն կոմպոնենտը փոխարինած։ Կտրատենք նուշը ոչ շատ մեծ եւ ոչ շատ մանր կտորներով, այնպես որ հարմար լինի ճաշակելուց եւ նաեւ կտրված լինի, ճեղքված գոնե, որ իր համային հատկանիշները հաղորդի մթերքին, ուտեստին։ Ավելացնենք ուտեստին։ Ուտեստի ծագումը հավանաբար պիտի փնտրել նաև Արցախում, քանի որ մենք գիտենք, որ Շուլավերը Շահումյանը բնակեցված է Արցախից գաղթած մեր հայրենակիցներով եւ հավանաբար այդ ուտեստը հենց այնտեղից էլ բերվել է։ Ահա, հիմա ավելացնենք մասուրի ճիրը, իսկ մենք արդեն մի քանի անգամ նշել ենք, թե ինչպես ենք պատրաստում մասուրի ճիրը դեռ առողջ եւ թարմ վիճակում։ Կիսում ենք փոքր գտալի օգնությամբ, հեռացնում ենք սերմերը եւ մի քիչ չորացնում։ Շատ օգտակար է եւ խորհուրդ եմ տալիս միշտ օգտագործել եւ ունի մի քիչ տարակուսում ենք համի հետ կապված, բայց ունի թթվաշ եւ հաճելի համ։ Այսպես, ավելացնենք լոլիկը կտրատված, կարմիր քաղցր պղպեղ աղացված եւ կափարիչծածկենք, որպեսզի հնարավորություն տանք լոլիկը լուծվի։ Այսպես կսպասենք 3-4 րոպե, այնուհետև կշարունակենք պատրաստել ուտեստը։ Ահա բարեկամներ, առաջացած հյութը եւ ամբողջ շոքե խաշուն։ Հիմա եւս մի քիչ ջուր, հիմա բարեկամներ մի քիչ ջուր, խառնել, համ տեսել, համեմ ենք մի քիչ աղով, մի քիչ սև պղպեղ, հոտավետ պղպեղ, ահա, եվս 5 րոպե պիտի շոքե խաշվի, բայց այդ ընթացքում մենք կպատրաստենք նրբահամ կանաչիների մի փունջ, համքեղ սամիտ և թարխուն կտրատենք, կանաչու կեսը հիմա կարող ենք օգտագործել, այսպես, պատրաստենք նաև ձուն,
կանաչիով խփենք։ Ահա։ Նորից բարեկամներ հիշեցնեմ, շատ բարձր ջերմաշանի տակ տապակեցինք նախորոք համենված ճագարի միսը, այնուհետև ավելացրինք մի քիչ սոխ, սոխի հետ տապակվելուց հետո ավելացրինք մասուրի չիր եւ կտրատված բոված նուշ թեթևակի, այսպես շոքեարելուց հետո ավելացրինք կտրատված լոլիկ, այդ հյութի մեջ մի քիչ շոքե հարվեց, այնուհետև մի քիչ կանաչի եւ ժամանակն է եկել արդեն ավելացնել նաեւ ձուն եւ մեր ուտեստը պատրաստ է։ Խառնենք։ Ծածկենք եւ կրակից վերցնենք, պատրաստ է ուտեստն արդեն, հարկավոր է արդեն մատուցել, իսկ մատուցելու ենք քերեղանի մեջ։ Մասրաբույր շոքեխաշու, ուտեստը շուլավերի ուտեստ է համարվում, բնականաբար շուլավերը մեր լորվա բնաշխարհն է, կարող եք դա էլ լորվա համարել։ Ահա հարգելի հարազատներ, հարգելի բարեկամներ, այս ուտեստներ, որ մենք պատրաստում ենք ձեզ հետ միասին լավ տրամադրությունով, նորից նշեմ, մասրաբույր շոքեխաշու։ Հարգելի հեռուստադիտողներ, ցավոք սրտի մեր ժամանակը սահմանափակ է, ինչպես միշտ եւ մոտենում է մեր ժամանակը ավարտին։ Ինձ մնում է ուղղակի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ունկնդրելու համար մեր հաղորդումներին եւ ցանկանալ, որ մենք հետ այսու օգտվենք միայն ազգային խոհանոցից, քանզի միայն այդպես կարող ենք լինել առողջ ու երջանիկ, հոպարտ լինենք հայ լինելու համար եւ լինենք համբերատար ու միաբան, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Մասրաբույր հագանի, ճագար 500 գրամ, մասուրի չիր 20 գրամ, դդմի կորիզ 100 գրամ, սինդրիկ 100 գրամ, սոխ 80 գրամ, սխտոր 30 գրամ, թթվասեր 50 գրամ, ձեթ 30 գրամ, նրբահամ կանաչիներ, աղ, պղպեղ, բարեխորժակ։